Տետատետ հաղորդման հերթական հյուրն էր երգչուհի Մայա Մարգարյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում նա անկեղծորեն անդրադարձավ թե իր անձնական կյանքին, թե տարիներ շարունակ շրջանառվող ասեկոսեներին, կապված Վազգեն Սարգսյանի անվան հետ։ Շատերը ժամանակին խոսում էին Մայա Մարգարյանի և Սպարապետի միջև գոյություն ունեցած սիրավեպի մասին։ Երգչուհին արձագանքեց այդ լուրին ասելով. «Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են այդպիսի խոսակցություններ եղել։ Որովհետև Սոչիի փառատոնից հետո ինձ հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը արձան հանձնեց, խնդրելով այն փոխանցել Վազգեն Սարգսյանին։ Մենք վերադարձանք և ես երկար ժամանակ չէի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Հետո ինչ-որ մեկի միջոցով իհարկե ստացվեց։ Ընդունելություն ինձ տվեցին, երևի հենց դա է դարձել նման խոսակցությունների հիմնական պատճառը։ Նա ինձ հարցրեց ես ազատ եմ, թե ոչ, ես ասացի ոչ, և դրանով ամեն ինչ ավարտվեց»։ Հաղորդման ընթացքում Մայա Մարգարյանը նաև անկեղծացավ իր նախկին պրոդյուսերի, միաժամանակ ընտրյալի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։ Երգչուհին պատմեց, որ անցել է հոգեբանական ճնշման ու բռնության փուլերով։ Ես ինձ շատ ճնշված էի զգում։ Գիտեի, որ եթե ինչ-որ մեկն ինձ փորձում է սահմանափակել արվեստի մեջ, իմ մոտ հակառակ ռեակցիան է լինում։ Սկսեցի հիասթափվել, շատ ուժեղ հիվանդացա, վատացա։ Ասեցի չեմ ուզում էլ շարունակենք, ինչից հետո նա սկսեց խելագար բաներ անել։ Ամեն տեղ ինձ կարողանում էր խայտառակ անել։ Մի անգամ ասաց. «Խփիր ինձ, որ հասկանամ էլ չես սիրում, կգնամ»։ Ես ապտակեցի նրան հաճույքով, որովհետև նա շատ դաժան էր վարվել ինձ հետ։ Երբեք չէի մտածի, որ կարող եմ մեկի վրա ձեռք բարձրացնել, բայց այդ պահին ես իսկապես հաճույք ստացա։ Նշենք, որ Մայա Մարգարյանը եղել էր նաև «Խոստովանություն» հաղորդման հյուրը, որտեղ ցավով խոսել էր հայրիկի կորստի մասին։ Ցավոք սրտի հայրս երկար չապրեց, 7 տարեկան էի, հիշում եմ այդ օրը։ Բժշկական սխալ տեղի ունեցավ։ Շատ ցավում եմ, որ իր հետ հասուն տարիքում չեմ շփվել։ Մի օր Մայա Մարգարյանը որոշում է տեղափոխվել Ֆրանսիա։ Ինչու։ Այն փուլն էր, որ ես նկարահանվում էի սերիալներում, որն ինձ այդքան էլ դուր չէր գալիս, թե իբր ես էի մարմնավորում։ Եկավ մի փուլ, որ ինձ դուր չէր գալիս, թե ինչ եմ ես ստիպված անում։ Մի պահ եկավ, որ ինձ կորցրել էի և ստեղծագործական տուպիկի մեջ էի։ Հասկացա, որ չեմ կարող գոյատևել, որովհետև դա գոյատևում էր։ Այնպես ստացվեց, որ տեղափոխվեցի։ Երկիր փոխելը դժվար է, բայց հետաքրքիր է։ Մայա Մարգարյանը ամուսնացավ և տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ ծնվեց իր որդին։ Իսկ այսօր նա ամուսնալուծված է։ Մենք միասին չենք, չեմ սիրում այդ մասին զրուցել, ամեն մեկս գնաց իր ճանապարհով։ Որդուս և իմ հետ լավ հարաբերությունների մեջ է, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, ես հասկանում եմ, ինքն էլ է հասկանում։ Երգչուհին Ֆրանսիայում էր, երբ մայրը՝ Ժանյա Մկրտումյանը, հրաժեշտ տվեց իր կյանքին։ Մի քանի ժամ հետո եկա, լավ չէր զգում իրեն։ Հենց այդ օրը գնում էր սրտաբանի մոտ, չհասավ բժշկի դուռը, դեպքը կատարվեց։ Ես նույնիսկ դիագնոզը ֆրանսիական բժիշկներին էի ցույց տալիս, որ հասկանայի, կարող ա եթե շուտ իմանայի ինչ-որ բան կարողանայի անել։ Ասեցին ոչ։ Անսպասելի էր այնքանով, որ պլանավորում ես մի բան, որ հեսա պետք է հանդիպես, երեխան տեսել էր միայն սկայպով։ Ես չէի հավատում, որ դա իմ հետ կարա պատահի։ Երգչուհի Մայա Մարգարյանը, ով ժամանակին հայկական էստրադայի ակտիվ երգչուհիներից էր, 10 տարուց ավել է շոու բիզնեսում գործունեություն չի ծավալում։ Տեղափոխվել է Ֆրանսիայի Ռաուն քաղաք, որտեղ երկու պար է դասավանդում հայ և ֆրանսիացի փոքրիկներին։ Թերթ-ը Մայայի հետ զրուցել է Ֆրանսիայում հայտնվելու, ամուսնության, այսօրվա հայկական շոու բիզնեսում չլինելու պատճառների, իր հայտնի ընկերների, որդու և մոր լուսահոգի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի կորստի մասին։ Մայա, ժամանակին հայտնի էիք ու ակտիվ գործունեություն էիք ծավալում, կա կարոտ դեպի այդ ժամանակները։ Ոչ, միայն հաճելի հուշեր ունեմ։ Առաջ ավելի շատ ժամանակ հատկացնում էի կարիերայիս, հիմա ընտանիքիս։ Ճիշտ է չեմ երգում, բայց իմ մասնագիտությունից հեռու չեմ։ Իմ երկու ընկերուհու հետ ստեղծել ենք հայկական ասոցիացիա, որտեղ հայ երեխաներին երկու պար ենք դասավանդում։ Ինչու մասնագիտական ակտիվ գործունեություն չեք ծավալում։ Այն, ինչ ժամանակին արել եմ, հիմա նոր սերնդի մեջ եմ սերմանում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ես հիմա երգարվեստում անելիք չունեմ, իմաստ չեմ գտնում։ Ես չեմ երգի այսօրվա պահանջված երգերը, բացի այդ այն ժամանակ երիտասարդ էի, ես հոգնել եմ, չեմ ուզում շարունակել նույնը։
Հնարավոր է հետագայում նոր աշխատանք ներկայացնեք։ Հիմա մի քանի նպատակ ունեմ, որոնք իրագործելուց հետո կզբաղվեմ անձնական արվեստով։ Գուցե տեսահոլովակ եւ երգ ունենամ։ Ասպարեզում նոր երգիչ-երգչուհիներ են, նրանց հանդեպ խանդի զգացում ունեք։ Ընդհակառակը, ուրախանում եմ, որ այսօրվա երգիչ-երգչուհիներն ավելի շատ հնարավորություններ ունեն։ Մեր ժամանակ ճանապարհ հարթելը բարդ էր, այդ ճանապարհին հաճախ կորցնում էինք մեր ասելիքը։ Այսօր հայկական էստրադան կազմված է մեկ երգից, որը երգիչներին պետք է գումար բերի, դա միշտ է խանգարել մեր երգիչ-երգչուհիներին։ Լսողներն էլ պահանջում են ռաբիս երաժշտությունը։ Կան արտիստներ, ովքեր դաշտ են մտել իրենց ոճով, բայց չեն դիմացել ու անցել են այն ոճին, որն իրենց ֆինանս կբերի։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր պահում են որակը։ Ինքը շատ եմ հավանում Արամեն Պետրեի մատուցած երաժշտությունը։ Բայց ժամանակին դուք նույնպես մասնակցում էիք կորպորատիվ միջոցառումների։ Ես պարային մեծ խումբ եմ ունեցել, որն ինքնուրույն պահելը հեշտ չէր։ Շատ է եղել, որ ցանկացել եմ ուրիշ երգեր երգել, բայց ստիպված եմ եղել երգել այն, ինչի պահանջարկը եղել է կորպորատիվ միջոցառումների ժամանակ։ Այնուամենայնիվ այն ժամանակ ռաբիս երաժշտությունը արտահայտված չէր։ Ժամանակին հայկական էստրադայից շատերի հետ էիք մտերիմ, հիմա ընկերները տեղում են։ Ես ուրախ եմ, որ հին ընկերներս չեն կորել, իրենց հետ շփումը պահպանվել է։ Նույնքան մտերիմ ենք, որքան 10 տարի առաջ։ Կարծես այդ տարիները չեն էլ եղել։ Հաղորդավար Ժակի հետ եմ շատ մտերիմ ու կարծում եմ դա ցմահ կշարունակվի։ Հասմիկ Կարապետյանի և Էմփիրեի խմբի վոկալիստի Սարգիս Մանուկյանի հետ էլ նամակագրական կապ ենք պահում։ Կմանրամասնեք, թե ինչ գործունեություն եք ծավալում Ֆրանսիայում։ Մինչև հայկական միություն ստեղծելը հայ ծնողներից հետաքրքրվել էի, կցանկանան իրենց երեխաները նման խմբակներ հաճախեն։ Ինձ ճանաչում էին որպես երգչուհու, հիմա երեխաները մեծ սիրով հաճախում են երկու խմբակներին էլ։ Նաև ֆրանսիական դպրոցում եմ երեխաներին պարդասավանդում։ Ուզում ենք խաչքար տեղադրել Ռաունում, որպեսզի ապրիլի 24-ին մեր հարգանքի տուրքը մատուցենք ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այստեղ նման գործընթացները դանդաղ են զարգանում, դժվարությունները շատ են, բայց դրանք նոր նպատակների սկիզբ են դառնում ինձ համար։ Ձեր վերջին տեսահոլովակից շուրջ 10 տարի է անցել, այն ընթացքում ամուսնացել եք և որդի ունեցել։ Ձեր ամուսնու հետ որտեղ եք ծանոթացել։ Ամուսնուս հետ Երևանում եմ հանդիպել, բայց նրա մասին խոսել չեմ ուզում։ Միայն կասեմ, որ ժամանակին սուտ խոսակցություններ էին տարածվել, թե իբր ես ու ամուսինս Հայաստանից եղբայրներիցս էինք փախչել։ Բայց ես եղբայրներ չունեմ։ Ինչպես հայտնվեցիք Ֆրանսիայում։ Ինձ մթնոլորտի փոփոխություն էր պետք, որպեսզի հասկանայի ինչ եմ ուզում այս կյանքից։ Մինչ օրս չեմ զղջացել կայացրածս որոշման համար, այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Ձեր որդին, Ալեքը, ժառանգել է ձեր ձայնը։ Ալեքն արդեն 7 տարեկան է, բավականին հզոր տարբերվող ձայն ունի, բայց արվեստի հետ կապ չունի, դեռ փոքր է, պլանշետային խաղերով է հետաքրքրվում։ Փորձում եմ նրա մեջ լեզուների հանդեպ սեր սերմանել։ Վերջերս ձեռքը կոտրել է, բավականին ակտիվ բալիկ է։ Այնքան խելացի է, որ կարող ես նստել ու ընկերական զրույց ունենալ իր հետ։